Ամեն։ Գիտեք, մենք երկար ժամանակ պատրաստվում ենք, որ Իջևանի կյանքի խոսքը ունենա իր պաշտոնական YouTube-յան ալիքը եւ հավատացած ենք այս ծառայությունը մենք կտեղադրենք YouTube-ում, տեխնիկական խնդիրներ կար, բայց տիրոջով հաղթեցինք։ Նույնպես ողջունում ենք մեզ համացանցով դիտողներին, Տերը ել ավելի օրհնի, բարձրացնի, հեռացնի ամեն մի վախերը, խնդիրները, խնդիրները ձեր կյանքից։ Ամեն։ Այո, սա ինչ որ բան չի, որ մենք նմանվում ենք մյուս եկեղեցիներին անելու, Տիրոջից խոսք ունենք, որ այս քաղաքին, այս տարածաշրջանում մենք պիտի խոսքը հասցնենք այն մարդկանց, ովքեր չեն կարողանում գան եկեղեցին։ Ամեն։ Նույնպես կխնդրենք ձեր աղոթներում աղոթեք, որ մեր եթերները լինի անխափան, որովհետև բազում հարցակումներ է գալու։ Խոսքը, որ վերնագրել եմ այսպես. հնազանդ անհնազանդները։ Թվում է թե հնազանդության մեջ ես, բայց բազում անհնազանդություններ կա մեր մեջ։ Այսօր մենք քննելու ենք մեր ներսը, սկսելու ենք մանկությունից, ավարտենք մեր այդ սպիտակ, ջերմակ ժամանակները։ Գիտես, թվում է թե դու հնազանդ ես, բայց բազում տեղեր կա, որ մեր ներսում դեր գործում է մեր հին էությունը։ Հին էությունը դա մարմնի, շնչի, դեր պայքարում է, դեր կռվում է, դեր անհնազանդություն կա մեր ներսում։ Ամեն։ Գիտես, միգուցե ասես, ես հնազանդ եմ, ոչ միտեղ հնազանդվելու կարիք չունեմ։ Հնազանդության 7 կետ ենք առանձնացրել։ Երեխաները հնազանդվեն իրենց ծնողներին։ Խի երեխաները, որովհետև ես ուզում եմ մարդու ծնվելը երկրի վրա, դու պատկերացնես, ամենասկզբից մենք եկանք այս լույս աշխարհ։ Եվ ես եղել եմ երեխա, դու եղել ես երեխա, եւ դու պիտի հնազանդվեիր քո ծնողներին։ Էսի Տիրոջ խոսքն ասում, որ մենք պիտի հնազանդվենք մեր ծնողներին։ Համաձայն եք։ Գիտես, Տիրոջից դրված իշխանությունը նույնպես ծնողներն են, որ երեխաները պիտի հնազանդվեն։ Դու արդեն նրա 1 տարեկան ժամանակ դու արդեն միգուցե ինչ որ X ժամանակում դու տեսնում ես երեխան չի ուզում հնազանդվի ծնողին, որովհետև չար էությունը արդեն իսկ Ադամով մտել է մարդկության ներս։ Գիտես, երեխա թափանցիկ, դեռ մեղ չգիտի, դեռ աչը ձախից չի ջոգում, բայց ինքը արդեն անհնազանդ է։ Ինքը արդեն ուզում է այդ էությունը մարդու ներս գա, ինքը ուզում է արգելվածը, բայց երեխաները պիտի հնազանդվեն ծնողներին։ Գիտես, այս հնազանդությունը գործում է այն ժամանակ, երբ որ ծնողը քեզ դրդում է մեղք գործելու։ Քո հնազանդության չափանիշը եւ ծնողներին, եւ հովիվներին, որտեղ բազում հովիվներ կա, որ մարդկանց դրդել են մեղքի մեջ, եւ իշխանության անդամներին միջև մեղք գործելը դու պիտի հնազանդվես։ Գիտես, միգուցե քեզ թվա թե բայց իմ մաման չի հավատում Հիսուսին, իմ պապան չի հավատում։ Չի ասում, որ քո պապան, մաման, քո ծնողները կհավատան Հիսուսին։ Քեզ ասում է դու պիտի հնազանդ լինես։ Ինչ է նշանակում հնազանդ։ Հնազանդությունը դա սրտի դիրքորոշում է։ Դա լեզվի դիրքորոշում չէ։ Պատկերացրու ես ձեզ ասեմ, կամ չգիտեմ, ինչ որտեղ ասեմ, ես իմ իշխանությանը հնազանդ եմ, բայց լսեմ ճիշտ հակառակը քննադատական բաներ խոսեմ իշխանության եւ մյուսին։ Աստված մեզ չի կանչել, որ քննադատ լինենք մեր իշխանությանը։ Մեզ կանչել է, որ մենք աղոթենք նրանց համար։ Ես իշխանամետ չեմ, իշխանության շահերը չեմ պաշտպանում, բայց ինձ Աստված հրաման է դրվել, որ ես աղոթեմ իմ իշխանության անդամների մասին համար։ Ամեն։ Եկուսեմ առաջի տեղը կարդամ, ինչը վերաբերում է երեխաներին, Եփեսացիների 6-րդ գլուխ առաջի խոսքից։ Որդիներ հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով, որ այս է արժանի։ Պատվիր քո հորը եւ մորը, որ սա առաջին պատվիրանքը խոստումքով, որ քեզ լավ լինի եւ երկար ապրես երկրի վրա։ Որդիներ հնազանդ եղեք ձեր ծնողներին Տերով եւ պատվիր քո հորը եւ մորը, որ սա առաջի պատվիրանն է խոստումքով։ Մենք գիտենք երկրի վրա կա 10 պատվիրան, որ Աբրահամը Մովսեսը ստացավ Աստծուց, բայց գոյություն ունի նաեւ պատվիրաններ, որ Քրիստոսը տվավ, բազում պատվիրաններ, բայց այդ 10 պատվիրաններից մեկը խոստում ունի իր մեջ։ Գիտես, չի ասում, եթե գողանաս, եթե չգողանաս, ասում է մի գողացի։
Չի ասում պատվիրանի մեջ, եթե շնանաս, նախապայման չկա պատվիրանների մեջ։ Միակ մեկ պատվիրանը, որը 5-րդ պատվիրանն է, իմ երեխաները գիտեն, երբ որ ես սենց եմ ասում, լսեք, էսի 5-րդ պատվիրանն է, պատվիր հորդ եւ մորդ, որ երկար ապրես այս երկրի վրա։ Երկարակեցության գաղտնիքը ծնողներին պատվելու մեջ է։ Ամեն։ Հիմա երեխաները պիտի հնազանդվեն իրենց ծնողներին։ Հիմա նայում ենք ինչքան են հնազանդ երեխաները։ Մի հատ նայի քո կյանքին։ Հա, պապային ասեցի, հա, մամային ասեցի, հա, բայց իմ ուզած ձևի արի։ Գիտես, շատ ժամանակ երեխաները ծածուկ բաներ ունեն ծնողներից։ Օրինակ, ով կուզի, եթե իշխանությունը հայրն ու մայրն են, երեխաները գաղտնի պահեն ծնողներից։ Դա սատանայի ծրագիրը կլի, երբ որ ինչ որ մի հատ սխալ բան անում երեխան եւ թաքցնում ումից ծնողներից։ Եվ այդպիսով լինում է անհնազանդ ծնողներին Աստծուն։ Որտեւ Աստված ունի իր դրած իշխանությունը եւ Աստծո խոսքին պիտի հնազանդվենք։ Գիտես, երկրորդը, որ պիտի հնազանդվես, երբ որ դու ծնվեցիր, մեծացար, որպես երեխա անցար այդ չափանիշները, հիմա պիտի հնազանդվես այս երկրի իշխանություններին։ Պատկերացրու, երեխան գնացել է մանկապարտեզ։ Դրանից հետո դպրոց, համալսարան։ Գիտես, մեզ բազում աշակերտներ ունենք մեր եկեղեցուց։ Մենք չպիտի ծաղրենք մեր դասատուներին։ Մենք չպիտի վիրավորական խոսանք մեր ռեկտորների, դասատունների, ամբիոնի վարիչների համալսարաններում։ Մենք պիտի իմանանք, որ նրանք դրված են Աստծուց։ Եվ մենք պիտի լինենք օրինակ այս խավար աշխարհում։ Երբ որ քեզ սկսեն կատակ անելը քո իշխանության վրով, քո իշխանության դրված մարդկանց անունից կամ անունով, դու պիտի կանգնեցնես եւ թույլ չտաս այդ վարակը տարածվի այս աշխարհում։ Կուզենամ կարդամ Հռոմեացի 13-րդ գլուխը։ Ամեն անձ թող հնազանդվի բարձր իշխանություններին, որովհետև չկա իշխանություն, որ չի Աստվածանից, եւ ներկա իշխանությունները Աստվածանից են կարգված։ Չկա իշխանություն, որ Աստվածանից չէ, եւ ներկա իշխանությունները Աստվածանից են կարգված։ Ուրեմն իշխանության հակառակվողը Աստծո հրամանին է հակառակվում եւ հակառակվողները իրենց անձերին դատաստան կընդունեն։ Իշխանության հակառակվողը իր անձի համար դատաստան կընդունի եւ իշխանության հակառակվողը Աստծո հրամանին է հակառակվում։ Գիտեք, իշխանություն ասելով դա դեռ չի վերաբերվում միայն ու միայն վարչապետը եւ երկրի գերագույն հրամանատարը չի պատկանում միայն իրան։ Գիտես, այս քաղաքում բազում իշխանություններ կա։ Բազում։ Գոյություն ունի դատարաններ, դատախազություններ, գոյություն ունի սննդի սանիտարական, չգիտեմ, այդ իշխանություն կա։ Իշխանություն է Աստծուց դրված, որպեսզի մենք առողջ սնունդ ուտենք։ Գոյություն ունի բազում իրավիճակներ, կա հրճեջ ծառայություն, կա փրկարար ծառայություն։ Գիտես, այսօր մեզ բարեկային ծառայությունը մեզ տուգանում է, որ մեր անվադողերը լինի համապատասխան ձմեռվա, որ մենք չմահանանք, իսկ մենք դժգոհում ենք այդ մարդկանցից։ Պատկերացնում ես։ Ինքը քեզ ասում է դիր ներսդ այդ բան ագնետուշիտ էլ հայերեն ասեմ, որպեսզի երբ որ մեքենատ վառվի հանգցնես, ու մենք վրդովվում ենք նրանցից։ Բայց չկա իշխանություն, որ Աստվածանից չլինի։ Ներկա իշխանությունները Աստվածանից է։ Մեզ տուգանում է, որ անվտանգության գոտին չենք գցում, իսկ մենք նեղանում ենք իրանցից։ Ինքն ասում է գցի, որ չմահանաս։ Ասում ես չէ, լավ եմ անում, չեմ գցի։ Չգիտես, ոնց որ մարդկանց մեջ մի հատ հակառակություն ծնված էլի դժողքից, որ հակառակվեն։ Այսօր նայ մեր ազգի մեջ ինչքան հակառակություն կա։ Հակառակություն ազգի մեջ, հակառակություն ամենտեղ հակառակություն կա։ Գիտես, միգուցե ավելի կիրթ երկրներում դա հասարակ բան է, ամրագոտին գցել, բայց մեր երկրում դա անպատվելի է։ Պատկերացնում ես, մի անգամ ինձ ոստիկանը տուգանեց, գիտենք բոլոր հայ տղամարդիկ, դրան շարքում եմ ես շատ բարկաց։ Առավոտը ժամը 8-ին
մեր գյուղում ինձ տուգանեց, ես էլ գնում եմ հարսանիք, հարսանիքից տրամադրությունը դարձավ թաղման տրամադրություն։ Գիտես, բանարա տուգանեց ամենաբարձր աստիճան, էլ դրանից հետո տեղ չկար, ու կտրեց իմ բալերը մի անգամից, ես բարկացա, ջղայնացա, սենց կռիվանելով նստել եմ ռուլին ու Սուրբ Հոգին հետս խոսեց, սա որտեղ էր նրա մեղք գործելը, ես նայում եմ այդ իշխանության այդ անդամը մեղք չէր գործել, ինքը ինձ իմ խախտման համապատասխան արձանագրել էր ամբողջ խստությամբ։ Ու գիտես հետաքրքիր ձևի Սուրբ Հոգին հետս խոսած, ասա մի օր կանգնելու ես Աստծո առաջին եւ պատասխան ես տալու արդար դատավորին ամբողջ խստությամբ, որտեղ Տերը սիրող հայր է, բայց մի օր լինելու է արդար դատավոր։ Գիտես մի անգամից իմ ներսը դող ընկավ, որ մի օր ես կանգնելու եմ արդար դատավորի առաջ եւ նախապայմաններ չի լինելու, ծանոթ չի լինելու, ինչ կա այստեղ է։ Այո, Քրիստոսը մեղքերի համար խաչվեց, մեր դատապաշտպանն է երկրում, բայց դու ստե պիտի դարձի գաս եւ քո կյանքի ընթացքը փոխես։ Գիտես դու նայում ես մի անգամից ջղայնանում ես, որ բարիկային ոստիկանը քեզ կանգնացրավ, դու ջղայնացար։ Գիտես մի քանի օր առաջ գալիս ենք Բերդ քաղաքից, գիշեր էր ուշ էր, բարիկային ոստիկանը ինձ կանգնացրեց։ Այնքան է ուրախացրել, որ ինձ կանգնացրել էր։ Վերցրի այդ աստվածաշնչյան կետը եւ կարդացի նրան։ Ասի դու Աստծուց ես դրված։ Ես շնորհակալ եմ քո համար, որ դու կաս, որ դու չլինես, բազում անկարգություններ կլինի։ Բայց դու գիտակցի, որ դու Աստծուց ես դրված։ Աստվածա քեզ դրել։ Մենք օրհնեցինք նրան, նա մեզ սթափության համար փորձեց գտնի տնա ես խմած եմ թե չէ, դե դա պետք է ինքը եկել էր մի 20 տարի առաջ, որտեղ 20 տարի է ես չեմ խմում, այն վաղտել իրանք չկային, այդ սարքերը երևի չկար։ Իրար հետ շատ լավ շփվեցինք եւ հրաժեշտ տվինք։ Ես բացարձակ չբարկացա, որովհետեւ ես գիտեմ, որ դա Աստծուց դրված ծածկոց է, Աստծուց դրված մարդ է։ Դրա համար երբ որ դու այս հայտնությունը ունենում ես, որ իշխանության հակառակվողը Աստծուն է հակառակվում, դու չես հակառակվում այն իշխանությանը, որը քեզ ճիշտ տեղը տուգանում է։ Դու քեզ կարաս քո վրա կարաս ջղայնանաս, բայց ոչ իշխանության։ Գիտես դու պիտի ընդունես իշխանության բոլոր ոլորտներում։ Գիտես այսօր այնքան շատ հակառակություն կա, գնում ես անձնագրային բաժին, իշխանությունը այստեղ դրված։ Ունեն իրանց կարգերը։ Երբ որ իրանք իրանց կարգերը խոսում են, դու մի ձև ջղաձգվում ես, բայց խի ասենց, բայց սկսում ես հակառակվել, քեզ մնում է ընդհանրապես ենթարկվես, մտնում ես բանկային համակարգ, դու տեսնում ես արդեն գնում է այդ հակառակությունը, մեր հայերս շուտ ուզում են անցնեն մտնեն, չգիտեմ այդ ինչ արագություն է, որ շուտ հերթ խախտենք, գիտես այդ էլ է նույն ձևի իշխանություն, որ չպիտի մենք հակառակվենք այդ իշխանություններին, եւ իշխանություններին հակառակվողը Աստծուն է հակառակվում։ Հիմա դու քո ներսում տես, դու հակառակվում ես իշխանությանը թե չէ։ Դու հակառակվում ես այն դասատուն, որ քո վրա դրված է։ Դու հակառակվում ես այն իշխանության համակարգը, որ քո վրա դրված է։ Հակառակվում ես քո ծնողներին, հակառակվում ես, հնազանդվում ես, թե հակառակվում ես։ Դրա համար են վերնագրել այսպես. հնազանդ անհնազանդներ։ Աստծո ծրագիրն է, որ մենք լինենք հնազանդ այն դրված իշխանություններին, որը ինքն է դրվել։ Գիտես, այդ 7 կետից 2-ը մենք արդեն թվարկեցինք, կամած առաջ ենք գնալու։ Հնազանդություններից մեկը, որ մենք պիտի հնազանդվենք Աստծո դրված իշխանությանը, դա մեր գործատուններն են։ Այն մարդիկ, ովքեր մեզ տալիս են աշխատանք։ Եվ նույնպես Աստծո խոսքը խոսում է դրա մասին, որ մենք պիտի հնազանդվենք այդ մարդկանց։ Դա գրված է Եփեսացիներից 6-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Ծառաներ, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, վախով եւ դողով ձեր սրտի միամտության, ինչպես Քրիստոսին, ոչ թե աչքի առաջին ծառայելով մարդկանց հաճո լինելու պես, այլ ինչպես Քրիստոսին ծառայել, որ Աստծո կամքն են անում սրտանց։ Ծառաներ, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին։
Ստեղ մարդիկ կա, որ աշխատում են ոչ պետական համակարգում, բայց ունեն մարմնավոր տերեր, եթե կա ձեռք բարձրացրեք։ Դուք աշխատում եք նրանց համար, ինչպես աչքի առաջ, թե ինչպես Քրիստոսին, Հովիվ ջան, բերար իմ շեֆին Քրիստոսի հետ համեմատեցիր, նա սկի կապ չունի Հիսուսի հետ, նա սատանա, եթե եմ լսում, նա սատանա է, հայկական մուլտիկը կա, սատանայի հայտնվել քաղաքում, դա իրա շեֆն է, իրա գործ տվողն է, գիտես, մի գուցե այո չար մարդ է, համաձայն եմ քեզ հետ, բայց Աստված չի ասում, եթե քո ծարտերը չար լինի չհնազանդվես, եթե բարի լինի կհնազանդվես, ասում ծառաններ հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ինչպես Քրիստոսին, հիմա թվում է թե դու հնազանդ ես, բայց գործի տեղի մենեջերը քեզ ասելա ինչ որ մի բան, դու ամբողջ օր այդ հակառակությունը ներսդ, այդ պոլկեքում ինչ որ բան ես դարսում, այդ պեչենին ձեռիդ ալյուրա դառնում, սենց մի հատ ճզմում ես, դնում տեղը, չգիտեմ ինչ որ հակառակություն է մտածել ներսդ ու ամբողջ օրը քեզ կռվի մեջ ապահում, որովհետև սատանայի նպատակն է հակառակությունը քո մեջ միշտ իշխանություն ունենա, որ դրա միջոցով քո վրա մի բան անի, երբ որ դու սկսում ես հակառակվես եւ հնազանդ չլինես այն դրված կարգ ու կանոնին։ Գիտես, մենք խոսացինք ծնողների մասին, բայց չխոսացինք տատիկ պապիկների մասին։ Գիտես, կարևոր է հնազանդ լինես դրված այդ մարդկանց, որ կան քո կյանքում։ Գիտես, տատիկը միշտ հնաոճ է լինելու, դու մոդայիկ, տատիկը մոդայից չի հասկանում, դու լավ հասկանում ես։ Գիտես, տատիկը սրբությունից կհասկանա, դու մոդայից վերջ տենանք ոնց է լինելու։ Ամենավերջում քեզ մոդան չի պետք լինելու, քեզ պետք է լինելու սրբությունը, որ մտնես երկինք։ Մոդայի ինչ որ ունես, ես թողելու ես այդ շեմին, որտեղ չի մտնելու դա երկինք։ Մտնելու է երկինք քո սրբությունը։ Սուրբը էլ ավելի սրբի։ Եթե դու ամբողջ ժամանակը կարաս դաս մոդային, ասես տատիկ դու հնաոճ ես։ Բայց հետաքրքիր գիտես որնա որ մենք պիտի հնազանդ լինենք տարեց մարդկանց, առավել եւս երիտասարդները։ Գիտես այս բախումը կա երիտասարդների եւ ծերերի, որ նրանք միշտ հնաոճ են, բայց մենք մոդայիկ ենք։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 5-րդ խոսքից, այդպես էլ դուք երիտասարդներ հնազանդվեցեք ծերերին։ Ինչ արեք։ Հնազանդվեցեք ծերերին։ Ամեն իրար հնազանդվելով խոնարհություն հակեք, որ Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որ ձեզ բարձրացնի ժամանակով, ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցելով, որովհետև նա հոգս է անում ձեզ համար։ Երբ Աստված մեր հոգսերը վերցնում, երբ որ մենք հնազանդվում ենք, այդ հնազանդությունը ունենք բոլոր համակարգերում։ Այս ժամանակ Աստված հոգ է տանում քո համար։ Մենք մի հատ լավ երգ ունենք, Աստված հոգ է տանում իմ համար։ Երբ որ դու հնազանդ ես։ Երբ որ դու հնազանդություն ունես, Աստված հոգ է տանում քո համար։ Բայց երբ որ դու անհնազանդ ես, Աստծո դրված կարգ ու կանոնին։ Գիտես, երբ որ դեռ չէի բարձրացել, մի հատ խոսք էր ծնվել։ Մարդիկ կան, որ մտածում են, մեզ եկեղեցին պետք չի։ Եկեղեցին չի կարող այդքան բան տա մեզ։ Եկեղեցին, ասենք, առանց եկեղեցու ես կարամ։ Այսօր Իջևան քաղաքում կա այդպես բազում մտածողներ, առանց եկեղեցու ես կարամ, հավատացյալ մնամ, գնամ երկինք։ Միգուցե քեզ մի քիչ հուսախաբ անեմ, որովհետև Աստծո խոսքի մեջ տարբեր բաներ ա գրված։ Հիմա պատկերացրեք, Աստծո խոսքը ասում է իրար գլուխ հավաքվելը մի թողեք։ Այս խոսում է, որ Աստված եկեղեցին դա հարցն է, Հիսուսը գալու է եկեղեցու հետևից։ Բայց մի բան կա, որ կուզեմ քեզ հետ կիսվեմ։ Օրինակ ոնց ես պատկերացնում, ասենք դու կարաս հիվանդանոցի միաբանությունը, որ կան բժիշկները, գնաս Խադավիկի մոտ գտնես։ Չի լինի, չէ՞։ Աստված իր իշխանությունը հաստատում է իր տան մեջ, եւ իր տան մեջ լինելով դու մտնում ես Աստծո իշխանության մեջ։ Եվ սատանան չի ուզի դու մտնես Աստծո իշխանության ներքո։
Չգիտեմ դու ինչքանով վերցրիր, բայց իմացի Աստված ունի իր իշխանության տարածքը, դա եկեղեցին է եւ բոլոր եկեղեցիները։ Միգուցե եկեղեցիներ կա, որ ծուռ են մի քիչ, դա մեր գործը չէ, դա Աստված կշտկի իրանց։ Բայց նա Տիրոջ արքայությունը ներկայացնում է երկրի վրա։ Երկրի վրա Տիրոջ իշխանությունը, Տիրոջ արքայությունը գործում է եկեղեցում եւ եկեղեցուց դուրս։ Բայց նախ եւ առաջ քեզ պետք է գաս եկեղեցի։ Եկեղեցին քեզ օգնում է, որ դու կարողանաս ավելի լավ փառաբանես Տիրոջը։ Եկեղեցին քեզ օգնում է, որ քո կարիքները բերենք Աստծո առաջ։ Դու գիտես, միգուցե ասես, ես մենակ կարամ։ Չգիտեմ, նայի պտուղներին, նայի ան մարդկանց, որ քեզ փորձել են առանց եկեղեցու Աստծուն պաշտել։ Նայի քեզանից առաջ մարդիկ կան, որ առանց եկեղեցու ուզում են պաշտեն Աստծուն։ Նայի նրանց պտուղներին եւ պտուղներից կճանաչես, գործերից կճանաչես։ Այո, միգուցե մարդը ասի, ինձ եկեղեցի պետք չի, բայց իմացի դա հակառակվում է Աստծո դրվածին։ Դա անհնազանդությունը Աստծո դրված իշխանությանը եւ Աստծո դրված կանոններին։ Դա նույնպես անհնազանդություն է։ Ամեն։ Չգիտեմ ինչքանով այս խոսքը քեզ կպավ, բայց ես ուզում եմ գնամ իմ անհնազանդության շարքը։ Աղջիկները միջև ամուսնանալը նրանք պիտի հնազանդ լինեն իրենց հայրերին, իրենց մայրերին, իրենց ծնողներին։ Բայց երբ որ աղջիկները ամուսնանում են, արդեն կանայք պիտի հնազանդվեն իրենց ամուսիններին։ Դա նույնպես Աստծուց դրված, չնայած իրավիճակին դու պիտի հնազանդվես։ Եթե քո ամուսինը քեզ չի տանում մեղքի, հնազանդությունը, քո անհնազանդությունը արդարացված է այն ժամանակ, երբ որ քո հնազանդությունը մեղք կգործի։ Քո անհնազանդությունը արդարացված է այն ժամանակ, երբ որ քո հնազանդությունը մեղք կգործի։ Մնացած բոլոր պարագաներում դա արդարացված չի։ Երբ որ իմ հնազանդությունով ես մեղք կգործեմ, ես չպետք է հնազանդվեմ։ Ես պիտի անհնազանդ լինեմ, որովհետև դա մեղքի է տանում։ Գիտես, նայում ես կանանց եւ ամուսինների փոխհարաբերության մեջ։ Բազում տեղեր կա, երբ որ Տիրոջ խոսքը խոսում է նաեւ նրա մասին, որ հնազանդվեցեք ժանտաբարո ամուսիններին։ Քո ամուսինը շատ խիստ է։ Մի անգամից հիշեցիր։ Վայ։ Սատանայը հայտնվել քաղաքում։ Այդ պատկերը գալիս է, վայ, ես ինչ արավ ինձ։ Բայց Աստծո խոսքը ասում է, հնազանդվի նրան։ Կանացի վարքով, առանց խոսելու, շահի նրան։ Դե դա աշխարհի հրաշալիքներից մեկը կլի, երբ որ կինը լռի, դա մի քիչ դժվար բան է։ Բայց հնարավոր ասեմ ձեզ։ Գիտես, գոյություն ունի մոտեցում։ Նայեք, տեսեք, կա մատուցողներ, փնթի մատուցողներ եւ կիրթ մատուցողներ։ Մենք էլ մատուցողներ ենք այս աշխարհում, մարդկանց խոսք ենք մատուցում։ Քո ընտանիքի մեջ դու քո ամուսնուն կարաս խոսքը մատուցես։ Ինչպես։ Մի անգամից ցավոտ տեղին կպնելու, առավոտից երեկո ծխում ես, ինչ աշխատում ենք ծխում ես, ծուխ ես անում ծխում ես, հենց քեզ հանդիպում է այդ երկու բառը ինքը տերմա ծյով մի հատ մեծ նախադասություն։ Ծխում ես ծուխ։ Բայց կարաս չի ուրիշ անկյունից մոտենաս։ Դու կարաս այդ մատուցողը լինես, բայց փնթի, մի քիչ անկուլտուրական։ Բայց կարաս լինես, ասես, ինչքան լավ է, որ դու իմ կյանքում կաս։ Շնորհակալ եմ Աստծուն, որ քո նման ամուսին ունեմ իմ կողքը։ Ես շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում։ Դու Տիրոջից դրված ես իմ կյանքում։ Աստծո խոսքը ասում է, որ դու իմ գլուխն ես, բայց քո գլուխն էլ պիտի Հիսուսը լինի։ Այնքան ուրախ կլինեմ, որ ես իմ գլխին ճանաչել եմ, դու ես իմ գլուխը։ Այնքան ուրախ կլինեմ, որ քո գլուխը լինի Հիսուսը։ Ես աղոթում եմ, որ քո գլուխը լինի Հիսուսը։ Գիտես, քո մի աղոթքը ավտոմատ նրան այդ ծտարը կհեռանա քո բառից։ Ինչքան դժվար է, երբ որ մարդուն գնում ես ու ցավոտ տեղին կպնում, բայց դու ունես հնարավորություն նրան շահելու քո բառերով։ Ինչպես։ Հնազանդվելով նրան եւ ճիշտ խոսելով նրա կյանքում։ Շատ կարևոր
բանա ընտանիքի միաբանությունը պահելու։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Դες կուզեմ ես այդ տեղը կարդամ կանանց հնազանդության մասին։ Եփեսացիների 5-րդ գլուխ 21-րդ խոսքից իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Կանայք հնազանդ եղեք ձեր ամուսին ինչպես Տիրոջը։ Մարդը Տիրոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխը, եւ ինքն էլ մարմնի փրկիչը։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ լինում է Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Մարդիկ սիրեցեք ձեր կանանց։ Ոստի արդեն եկավ տղամարդկանց։ Տղամարդիկ սիրեցեք ձեր կանանց։ Տղամարդուն հանձնարարություն է տրվում, որ սիրել կնոջը։ Դե սիրում ենք էլի անպայմանա Այնա մի ծաղիկ վեկալած կամ Այնա գիտեմ որ սիրում եմ։ Գիտես սերը ունի լեզուներ։ Սիրո լեզուներից մեկը նվերներն է, մեկը խոսքն է, մեկը ուշադրությունն է, մեկը քաղցր խոսքեր ասելը։ Դա սիրո լեզուներ է։ Մեր Հոյ Վարդուրը շատ լավ խոսում է իր ընտանիք գրքի մեջին սիրո 5 լեզուները։ Միգուցե ես երկուսը մոռացա չթվարկեցի։ Զբոսնելը, ժամանակ անցկացնելը, դա սիրո լեզուներն է։ Բայց մեր տղամարդիկ sense կանգնած դե այնա գիտեմա որ սիրում եմ։ Օրինակ ոնց գիտացել եմ էլ ուզում ասում։ Ոնց իմացա որ սիրում ես։ Ոնց ցույց տվիր։ Այնա տեսնեմ այլ վիդիցը սրեմ։ Ոնց է երևում։ Կար քաղցր խոսքեր։ Կար ուշադրություն։ Թե լելա։ Դες բաներ եղել է։ Ժամանակին եղել է։ Հիմա դե ոչ տարիքն է, ոչ մի բանն է, ես ու նոր երեխա չեմ եկել ցույց տամ իմ սերը ոնց։ Ոչ, սերը ունի լեզուններ։ Եվ դու պիտի խոսես այդ լեզուններով, նվերներ տաս, հետս բոսնես։ Այսինքն ինչ ասում եմ, վերաբերում ամուսին եւ կնոջ։ Որ այդ սիրո այդ վիճակը չտուժի, չսառի այդ սերը։ Ուշադիր լինես։ Ես գիտես, երբ որ այդ գիրքը կարդացել եմ, իմ կամքին հակառակ ծաղիկներ եմ գնել, ես ծաղիկներ գնել չեմ սիրում, բայց գիտեի, որ դա նույնպես սիրո լեզու էր, որտեվ իմ կինն էր սիրում, որ ես իրան ծաղիկ նվիրեմ։ Եվ ես անցա իմ վրայով, մի անգամ, երկու անգամ եղել է, հենց վերջերս չի ստացվում։ Ես անցա իմ վրայով եւ գնեցի այդ ծաղիկները, որ ինքը լավը զգա։ Այո, մենք տղամարդիկ պարտավոր ենք սիրենք մեր կանանց։ Դա նույնպես հնազանդությունը։ Ոչ թե գիտեմ որ սիրում եմ, այլ սիրես քո կնոջը եւ ցույց տաս քո սերը գործողությունով։ Ամեն։ Պատրաստվեցեք հեսա մարտի 8-ը գալիս։ Ամեն։ Այո, մենք պարտավոր ենք սիրել մեր կանանց։ Դա նույնպես հնազանդություն է։ Եվ մենք պիտի հնազանդ լինենք բոլոր ասպեկտներում։ Դու չես կարա քո կնոջը չսիրես, քո ընտանիքը վերկացու չլինես։ Աստծո խոսքը ասում է, եթե դու Տիրոջ տունը չկարողացար վերկացու լինես, քո տունը չկարողացար վերկացու լինես, Տիրոջ տունը չես կարա վերկացու լինես։ Դու պիտի հնազանդվես։ Դու պիտի անես այն ինչ որ Աստված է ուզում, այն չափանիշներով, այն հնազանդությունով, որը որ դրված է։ Դու պիտի սիրես քո կնոջը, քո անձի պես։ Եվ մի քիչ ներքև խոսում է դրա մասին։ Մարդիկ սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին, իր անձը մատնելու համար։ Իր անձը մատնեց նրանց համար, որ նրանք սրբվեն, մաքրվեն ջրի ավազանով, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշակություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինեն, այնպես էլ պետք է մարդը սիրեն իրենց կանանք, ինչպես իր մարմինը, ով որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում։ Ով որ իր կնոջը սիրում է, մարդը սիրում է իրեն։ Պատկերացրու այն տղամարդը, որը սեր չի ցույց տալի։ Այնա ինքը գիտի իր կինը, որ ինքը իրան սիրում է, որովհետեւ 32 տարի առաջ ասեց, որ սիրում է ու պրծանք։ Սերը դա ամեն օրվա գործողություն է։ Դու պիտի ամեն օր խոսես քո կնոջ հետ։ Եվ դա նույնպես հնազանդություն է։ Այսօր տղեկն ասում են, մեր հովիվը էս ինչ արա, դե հիմա գնա այդքանը։
Ամեն, ամեն։ Բոլոր չամուսնացածները ծափ են տալի, ամուսնացածները լաց։ Ամեն։ Այո, մենք պիտի հնազանդվենք եւ ամուսինները հնազանդվելով Աստծո խոսքին սիրեն իրենց կանանց։ Եթե դու մի քիչ չես արտահայտվում, ոչինչ, սկսի քո վրա աշխատել եւ արտահայտվել։ Նույնպես ուզում եմ մի բանի մասին խոսեմ, որը որ վերաբերում է մեր տաղանդներին։ Մեր տաղանդները պիտի հնազանդվի Աստծո։ Դու տեսնում ես, երբ որ Աստված տվավ մարդկանց տաղանդներ եւ ոմանք այդ տաղանդները օգտագործեցին, ոմանք այդ տաղանդները չօգտագործեցին։ Եվ Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ 26-րդ խոսքում ասում է. Նրա տերն էլ պատասխանեց եւ ասավ նրան. Չար եւ ծույլ ծառա։ Գիտեիր, որ ես հնձում եմ որտեղ որ չեմ սերմել եւ հավաքում եմ որտեղ որ չփռեցի։ Մեր տաղանդները, մեր պարգևները պիտի ծառայեն Աստծուն։ Աստված այդ պարգևները, տաղանդները պատահական չի քեզ տվել։ Դու ունես պարգևներ, դու ունես շնորհք, դու ունես տաղանդ, քո տաղանդով, քո շնորհքով դու ծառայի Աստծուն։ Ամենավերջում դու հաշվետվություն ես տալու Հիսուսին։ Այս երկու խոսքն է, որ լսելու ենք։ Բարի հավատարիմ ծառա, չար եւ ծույլ ծառա։ Թվում է թե դու հնազանդվում ես, բայց երբ որ գալիս է որ եկեղեցին ասում է պարգև ունես, արի օգտագործի, դու տաղանդ ունես, լավ երգում ես, լավ ձայնալարեր ունես, լավ նվագում ես, դու մարդ ես, որ տեսնում ես ամեն ինչ, որ ուրիշները չեն տեսնում, արի մեզ օգնի Տիրոջ տան մեջ։ Ասում ես, չեմ կարա։ Ու Աստծո խոսքը խոսում է դրա մասին, որ քո պարգևների համար դու պատասխան ես տալու երկնքում։ Էսի ես չեմ ասում, ինձ շատ չդատեք։ Աստծո խոսքն ասում, որ քո պարգևների համար դու պատասխան ես տալու երկնքում։ Պատկերացնում ես, դու ունես պարգև, Ջոն Բիվերը իր գրքում բազմապատկիր քո մեջ եղած ներուժը շատ լավ խոսում է, որ երկնքում քեզ կանչելու են այն պարգևով, որը որ քեզ տվել Աստված։ Ասելու են ներս արի, բժիշկ Համբարձումյան, հաշիվ տուր քո տնտեսության։ Գիտես, եթե Տերը տվել է ինձ պարգև, ես իմ պարգևները պիտի օգտագործեմ նաև Տիրոջ համար։ Ու չլինեմ Տիրոջ համար խնայողներ։ Եթե Տերը քեզ տվել է ձայնալարեր, եթե քեզ Տերը տվել է սիրտ երկրպագելու, դու պիտի քո պարգևներով հնազանդվես Տիրոջը եւ ծառայես Տիրոջ։ Դու կորոշես։ Երկրպագությունը կգնա, փառաբանությունը կլինի, բայց դու մի օր հաշիվ ես տալու քո պարգևների համար։ Գիտես, սա ամենավերջում եմ ավելացրել, իմ քարոզի մեջ այս չկար, բայց Տերը խոսած հենց բեմ բարձանալուց առաջ, որ խոսա մարդկանց, որ իրենց պարգևների համար պատասխան են տալու։ Այո, միգուցե դու այսօր ինչ որ քո ներսում նեղվես, ասես հովիվ ես ինձ ասում կամ չգիտեմ, քո մեջ ինչ որ բան առաջանա, բայց հավատա, ավելի լավ է ես հիմա ձեզ ուղիղ ասեմ դրա մասին, քան երկնքում փոշմանես քո արածից։ Ավելի լավ է դու պատրաստ լինես, որ դու ունես պարգև։ Օրինակ մտնում ես եկեղեցի, տեսնում ես մի բան են չի, ասում ես ես այս ձև կանեի։ Արի ասա, սկսի արա։ Արի ասա, ուզում եմ այս բանը ես այս ձև անեմ։ Ես մտածում եմ այստեղ այս ձևա կարելի զարդարած, ես մտածում եմ ավելի ճաշակով կլինի Տիրոջ տուն այս ձև։ Ես մտածում եմ այս ձև։ Գիտես դու կարաս քննադատես, այս ոնց են արել։ Բայ ես այս ձև կանեի ու տենց էլ սպասում ենք որ քո ձևը գա, տենց էլ չի գալի։ Որտեղ դու քո պարգևը տանում ես թաղում։ Մենք մարդիկ ենք, որ բոլոր պրոֆիլներով զարգացած չենք։ Միգուցե դու դիզայնով ավելի զարգացած ես, քան ես։ Միգուցե ես անճաշակ գույն եմ ընտրում, դու գաս ինձ օգնես ճաշակով ընտրենք։ Տրենդային ընտրենք։ Դրա համար դու պիտի քո պարգևները չթաղես։ Մի օր դրա համար հաշիվ ես տալու։ Քո պարգևների համար մի օր երկնքում հաշիվ ես տալու ու քո պարգևների համար ցանկալի կլինի լսես այս խոսքերը բարի հավատարիմ ծառա քիչ բանի մեջ հավատարիմ եղար շատ բաներին կտամ ու գիտես այն պարգևները որ ունեին այն մարդիկ որոնք չօգտագործեցին Տերը ինչ ասավ վերցերու նրանցից պարգևները եւ դու նրան ով որ ունի դու տեսնում ես այն մարդը որը չկարողանալով գործողության ավերածում աշխատասիրության ջանասիրության արդյունքում նրա պարգևները բազմապատկվում է նա սկսում ավելի լավ անել դրա համար եթե ունես պարգևներ
օգտագործի նաև Տիրոջ համար։ Այո, միգուցե քո պարգևը քո համար բիզնես լինի։ Միգուցե դու ինչ-որ բան ես անում, որ քո պարգևը բիզնես է։ Բայց ված չէ լինի Տիրոջ տան համար էլ այդ բիզնեսը ինչ-որ մի բան օգտագործես։ Գիտես, օրինակ մենք ուզում ենք մեր այս դրսի դուրը սրտումս ասվածել է, որ պիտի փայտից լինի։ Ես փայտի մասնագետ չեմ, բայց նրա վրա պիտի քանդակներ լինի, մյուս բաներ լինի։ Միգուցե դու կարաս դա անես, ես չգիտեմ, բայց դու պիտի քո պարգևը նաև Տիրոջ տան համար օգտագործես, որ չթաղես մենակ ինձ համար, դու ինչ որ ձև, միգուցե դու ինչ որ, չգիտեմ, ինչ որ բան ես տեսնում, որ դու կարող ես անել, դու պիտի այդ պարգևները օգտագործես Տիրոջ տան համար, որովհետև մի օր հաշիվ ես տալու քո պարգևների համար, օգտագործեցիր, թե ոչ։ Միգուցե դու պարգևներ ունես, որ Տիրոջ եկեղեցու համար է, Աստծո խոսքի մեջ հստակ գրված է, որ ինչի համար է պարգևները, սրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար։ Դու ունես պարգև, միգուցե ուսուցչական, միգուցե մարգարեական, միգուցե դու շատ լավ հյուրասիրության ծառայության մեջ կօգնեիր, միգուցե ինչ որտեղ դու շատ ավելի լավ կանեիր, բայց դու թաղել ես այդ պարգևը։ Մի օր հաշիվ ես տալու, որտեղ Աստված այդ պարգևը տվել էր քեզ իր եկեղեցու համար, իր, քո չէ, իմ չէ, իր եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Ես հավատացած եմ, որ այս խոսքը քո ներսում ինչ որ բան կշարժի, որ դու աշխատացնես քո պարգևները։ Մեր հեղինե տուտեն վկայում է նրա մասին, որ առատաձեռնությունով Տերը անցկացրավ իր բոլոր ճանապարհներում։ Բայց գիտես, ես ձեզ մի բան ասեմ, ով որ ճանաչում է հեղինե տուտային, գիտի նրա առատաձեռնությունը։ Իսկ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, առատությունով ցանողը առատությունով կհնձի։ Գիտես, միգուցե դու իրավիճակների մեջ անցնես ու չանցնես այդ ճանապարհը քո սակավությունով ցանելու պատճառով։ Բայց Տերը գիտի առատության ցանողին առատությունով օրհնել։ Ամեն։ Ամեն, փառք Հիսուս Քրիստոսին։ Այո, մենք գալիս ենք մեր շարքը հնազանդության։ Ես հավատում եմ, որ այս քարոզը քո կյանքում ինչ որ բան կփոխի, որ դու նույնպես նայես քո հնազանդվելուն, որտեվ հնազանդությունը Աստծո խոսքը ասում է զոհից առավել է։ Ամեն։ Ամեն։ Հնազանդվել Աստծո դրված մարդկանց։ Ես միգուցե Աստծո մարդը գա քեզ մի բան ասի։ Դու երկու բան ունես՝ հնազանդվես եւ անհնազանդ լինես։ Անհնազանդությունը սկսվել է հրեշտակների սրտի մեջ, հրեշտակի ու վարակել հրեշտակներին։ Ոնց կարար հակառակությունը, հպարտությունը մտներ երկինք արյուսակի սրտի մեջ։ Եթե այնտեղ կարացել է մտնի, ըստեղ էլ կմտնի ու կմտնի։ Դու ուշադիր եղիր, ուշադիր քո սրտին։ Առակած գիրք խոսում է նրա մասին, առավել եւս ուշադիր եղիր քո սրտին։ Դրանից է կյանքի ելքը։ Ինչից է կյանքի ելքը։ Մեր սրտից։ Ես այնքան նայում ես, երբ որ մարդկանց կյանքում ինչ որ մի բան ես խոսում, որ գիտես, որ եթե այդ ինքը անի իր ընթացքի համար շատ լավ կլինի։ Եվ մարդիկ չեն լսում, որովհետև ասում են լավ է հովիվ ջան, մենք գիտենք, էլի սպասի, հələ դու չգիտես, մյուսը, բայց մի ամիս հետո, ինչ որ ժամանակ հետո տեսնում ես, որ այնինչ որ խոսացիր այդ մարդկանց կյանքում եղավ։ Գիտես, ես մարդ եմ, որ քարոզում եմ տարբեր եկեղեցիներում։ Ու գիտեմ ժամանակ առ ժամանակ, երբ որ նորից քարոզում եմ այդ եկեղեցիներում, մարդիկ մոտենում են, ասում են դու մեզ մի բան էր փոխանցել Աստծուց 1 տարի առաջ։ Մենք քեզ հետ անհամաձայն ենք եղել։ Ամբողջ տարին ասել ենք դու սուտ ես ասել, բայց քո ամբողջ ասածը կատարվեց մեր կյանքում։ Գիտես, նենց չի որ մեզանից այդ ամենը, դու փոխանցում ես Աստծուց այդ մարդուն։ Երեք տեսնում ես Երեմիայի մարգարեի գիրքը, կինոն, ֆիլմը, այնքան հետաքրքիր ֆիլմ, խոր կտամ նայես, Երեմիա մարգարե։ Մարգարեն ամբողջովին խոսում է նրա մասին, որ հնազանդվեցեք Աստծուն, հեռու տարեք ձեր չար աստվածներին, սխալ աստվածներին, որ այդ
սխալ աստվածապաշտությունը քեզ իշխանություն եւ իրավունք չտալի, որ այդ հողի վրա դու բնակվես։ Եվ Աստված քեզ տանելու է այս երկրից, ուղակի ենթարկվի գնա Բաբելոն գերի, որ մարդ չմահանա։ Գիտես այդ մարգարեին ինչ արին։ Թե քանի անգամ ծեծեցին, թե ջրի տիղմի փոսի մեջ իջացրին, վանդակած պահեցին, ամեն ինչ արին։ Բայց անդադար ինքը խոսում էր Աստծո մասին, ու ոչ մեկը չընդունեց, ու հակառակվեցին Աստծո այն հրամանին։ Հիմա դու գիտես Աստծո հրամանները քո կյանքում, որ քո ծնողները կարան քեզ Աստծոց բան ասեն, որ քո ամուսինին պիտի հնազանդվես, որ քո իշխանավորին պիտի օրհնես, որ իշխանությունը դա միակ կառավարությունը չի, կառավարության բոլոր ասպեկտները դու պիտի հնազանդվես, դու քո տաղանդներով պիտի հնազանդվես, ծառայես Աստծուն, եթե դու կլինես հնազանդ, բայց վերջում անհնազանդությունը դա կախարդության պես Աստծո խոսքն է խոսում։ Ինչի պես անհնազանդություն? Կախարդության։ Ես կուզենամ այդ խոսքը նույնպես կարդամ, որը գրված է Առաջի Թագավորաց 15-րդ խոսքից։ Սամուել մարգարեն, բայց կուզեմ այս պատմությունը պատմեմ։ Սամուել մարգարեն ստացավ, որ Սավուղը շատ փոքր ազգից էր, ոչ դիրքով, ոչ երևացող։ Երբ որ Սավուղին պիտի օծեին թագավոր, փախել էր մտել կճուճների մեջ։ Ասում էր, ով եմ ես, Բենյամինի ցեղից, ամենափոքր ցեղից, Կիսի ազգից, ամենափոքր ազգից, ով եմ ես, որ Աստված ինձ ուշադրություն ա դարձրել։ Նայում ես դրդապատճառը ճիշտ է, բայց երբ որ իր մոտ ինչ որ բան ստացվեց, Աստծո մարդ հասավ, գնա ամաղեկը վերացրու։ Բոլորը սպանիր, մեծերին, երեխաներին, ոչխարներին, դուք ասես Աստված, ես ինչ խիստ Աստված է, Աստված սպանել է տալի երեխաներին։ Նայեք, տեսեք, ամաղեկը դա մեղքի խորհուրդ ուներ։ Հիմա պատկերացրու քո օրգանիզմի մեջ մատը գանգրենա է, փթում է ոսկորը։ Կկտրես, թե կթողես ամբողջ մարմինը վարակի։ Ամաղեկում կար սխալ աստվածապաշտություն, որ երեխաներին գցում էին հնոցի մեջ, վառում էին երեխաներին, ու դա կտարածվեր ամբողջ աշխարհով մեկ, ավելի լավ էր այդ մատը կտրվեր, ամբողջ մարմինը չվարակվեր։ Աստված խիստ Աստված չի, Աստված արդար Աստված է։ Այո, մի օր մենք տեսնելու ենք նաև նրա խստությունը, բայց սրբության անկյունից, ոչ թե չարության անկյունից։ Աստծո սրբության անկյունից մենք տեսնելու ենք նրա խստությունը։ Երբ որ Աստված հրաման էր տալի ինչ որ բան անելու, դա բարի նպատակ էր մարդկանց համար, որ այդ վարակը չտարածվի։ Գիտես, Սավուղը լսեց ամբողջովին, գնաց, այդ ամեն ինչ արավ, բայց լավ անասուններից բերեց, լավ դրդապատճառով, որ Աստծուն զոհան է։ Չբերեց ինչ որ, բերեց, որ Աստծուն էլ զոհան է։ Նայում ես հնազանդություն 99%, բայց այդ մի տոկոսը չկար, որովհետև ինքը ծառեց մարգարեի Աստծուց փոխանցած խոսքը։ Եվ այստեղ ինչ ես տեսնում, որ եւ Սամուելը ասեց. «Միթե Տերը այդքան հավանում է ողջակեզերը եւ զոհը, ինչպես Տիրոջ ձայնը լսելուն, ահա հնազանդությունը զոհից լավ է եւ ականջ դնելը խոյերի ճարպից»։ Ինչն է զոհից լավ? Հնազանդությունը։ Դե հիմա պատկերացրու, դու անհնազանդ սրտով զոհաբերություն ես անում։ Որն է լավ? Զոհաբերությունը, որ մեծ գումար ես գցել, թե հնազանդ սիրտը Աստծո բոլոր դրված ծածկոցներում, Աստծո բոլոր իշխանությունում, ոչ մի կետով, այլ բոլոր կետերով, որ դու հնազանդվես բոլոր Աստծո դրված իշխանություններին։ Գիտես, հնազանդությունը զոհից առավել է։ Եվ դրանից հետո կարդում է 23 խոսքը, որովհետև ապստամբությունը կախարդության մեղքի պես է, անհնազանդությունը կռապաշտության պես է, որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ թագավոր չլինես։ Ապստամբությունը, հակառակությունը ինչի պես? Կախարդության պես։ Գիտես, այսօր թվում է, թե մարդիկ էլ չեն ուզում Աստվածաշունչ կարդալ։ Իրանց ախորժակը փակվել Աստվածաշունչ կարդալու։ Պատճառը ասեմ, հեռախոսներն են։ Դու ամբողջ օրը հեռախոսի մեջ ես, ու էլ Աստծո խոսքը չես հասկանում։ Ու դու կարող ես Տիրոջ տուն գաս,
ու նույնպես չկտրվես քո ստեղծած աշխարհից։ Գիտես, իմ համար շատ հարազատներ ունեն, որ կարան այս ընթացքում զանգեն, բայց իմ համար կարևոր այս 1 ժամը լինեմ Տիրոջ հետ։ Լինեմ Տիրոջ հետ։ Սպասեմ Տիրոջից, սպասում ունենամ։ Գիտես, դու չես կարա անուշադրությունով Տիրոջ խոսքը լսես։ Դու չես կարա ուշադրությունդ ուրիշ տեղ պահես եւ Աստծո խոսքը լսես։ Դու պիտի ուղղակի քո ուշադրությունը սևեռես Տիրոջ եւ Տերն էլ կբժշկի։ Եվ հակառակությունը, ապստամբությունը դա կախարդության մեղքի պես է։ Դա ոնց որ գա քո իրավիճակի մեջ, կարաս օրինակ պրակտիկ օրինակ եմ ասում, երբ որ դու հակառակվում ես ինչ-որ բանի, զգում ես ոնց է ներսդ բարկանում, ջղայնանում ես, մի հատ կարաս այդ պահին աչքերիդ մեջ նայես, տեսնես ինչա կատարվում քո աչքերի մեջ, միանգամից դեմքիդ արտահայտությունը փոխվում է, լավ նպատակով երեխու վրա ջղայնացել ես, լավ նպատակով, բայց ջղայնացել ես, ոչ թե դաստիարակել։ Այդ ջղայնությունը սկսում է վարակել ամբողջ ընտանիք։ Մի հատ հետաքրքիր կլիպ կա ինտերնետում, երբ որ մի մարդ բարկանում է եւ այդ բարկությունը սկսում է տարածվել։ Այդ բարկությունը վերցնում է ամբողջ տարածք, այն շրջապատը, որտեղ ինքը շփվում է այդ մարդկանց հետ։ Իսկ կախարդությունը բերում է այդ մթնոլորտը։ Այդ իրավիճակը բերում է քո կյանքում։ Իսկ հնազանդությունը զոհից լավ է։ Պատկերացնում ես, հնազանդվես։ Հիմա դու գիտես Աստծո ծածկոցը, դու գիտես Աստծո ենթարկվելու հրամանները, Աստծո այն մարդկանց, որ պիտի հնազանդվես։ Գիտես, մի անգամ գնացի մեր տուն եւ կնոջս ասեցի, ես ուզում եմ հասկանամ, որտեղ է սկսում իմ իրավունքները, որովհետեւ ամենտեղ ես պարտավոր եմ։ Թվում է, թե իրավունք չունեմ։ Եկեղեցում հովիվ դու պարտավոր ես, տունը դե պապա ես պարտավոր ես, բարեկամների մեջին պարտավոր ես, ու տենց էլ հասկացա, որ ես իրավունքներ ոնց որ չունեմ, միակ պարտականություններ է, բայց հավատա այդ պարտականությունները մեզ տալիս է իրավունք։ Հիսուսը երբ որ եկավ եւ ծառայում էր մարդկանց, եւ նրա ծառայությունը նրան տալիս էր իշխանություն մարդկանց կյանքում խոսելու։ Երբ որ այն կինը, որ ջրհորի մոտ հանդիպել էր, այն անառակ կինը, Հիսուսը նրան ասավ, գնա կանչի քո մարդուն։ Ես մարդ չունեմ։ Ասավ, ճիշտ ես ասում, որ չունեմ։ Եվ այդ կինը վազեց ամբողջ քաղաքը, ոնց կարար մի անառակ ամբողջ քաղաքը բերեր Հիսուսի մոտ։ Որտեվ Աստված նրան մարգարեական խոսք էր ասել։ Եվ նա գնաց ամբողջ քաղաքը հավաքեց եւ Հիսուսը խոսում էր այդ մարդկանց եւ այդ մարդիկ ասեցին, մենք հիմա հավատում ենք ոչ թե այն կնոջ խոսքի պատճառով, այլ դու մեզ էլ ինչ որ բան փոխանցեցիր։ Գիտես, ուզում եմ նաեւ մի պատմության մասին խոսամ, որը որ մենք պիտի հնազանդվենք Աստծո խոսքին։ Ամենամեծ մեղքը դա անհնազանդությունը Աստծո խոսքին։ Ինչպես ենք մենք անհնազանդվում Աստծո խոսքին։ Պատկերացրու, սա վերաբերում է երիտասարդ տղաներին, երբ որ ցանկությունները չափից ավել շատ է։ Դու մի հատ իրավիճակի ես հանդիպում, որ կարաս շրջանցես, բայց կարաս ընկնես դրա մեջ։ Էդի կլինի խաղամոլություն, էդի կլինի white side-եր, չգիտեմ, ինչ որ ձև դու հպվել ես, հանդիպել ա քեզ։ Այն չգիտեմ որ ֆիլմ է, այդ եմ բանում եմ։ Դες մի հատ հայկական ֆիլմ է, դուք երևի վերնագիրը կհիշեք, որ ասում է ես եղնիկ էի ման գալիս, բայց վայրի խոզի հանդիպեցի։ Սայաթնովան եղնիկ էի ման գալիս, իրաց աղջկա ման էր գալիս, բայց հանդիպեց այն մարդուն, որ հակառակ էր իրանց սիրուն, ասում է, բայց վայրի խոզի հանդիպեցի։ Դու եղնիկ էիր ման գալիս ինտերնետում, բայց հանդիպեցիր վայրի խոզի։ Հիմա կամ խոզությունը պիտի շարունակվի, կներեք ես բառի համար, այդ փնթիությունը, այդ ամեն ինչը, այս շարունակվի քո կյանքում, կամ պիտի որոշես, որ կտրես։ Ու եթե դու չես կտրում, դու անհնազանդ ես Աստծո խոսքին, իսկ անհնազանդությունը կախարդության նման է։ Ու տեսնում ես ուրախությունդ գնացել է, խաղաղությունդ գնացել է։ Ամեն ինչ լավ է, մի բան պակաս, որովհետև ուրախություն չունես քո ներսում, որովհետև սատանան եկել է եւ քո ուրախությունը տարել։ Անհնազանդություն Աստծո խոսքին։ Դες այսօր խոսացին զոհաբերություն տալու մասին։ 10-րդը դա Աստծո պատվերն է, որ մենք տանք։ Դու ուզում ես տուր, ուզում ես մի տուր, դա քո եւ Աստծո մեջ է։
Բայց երբ որ մենք անհնազանդություն ենք անում Աստծո խոսքին, գալիս է հակառակը, կախարդությունը, գալիս է այդ դժվար վիճակները, գալիս է այդ ծանր վիճակները։ Լսել ծնողներին, Աստված ասում է պատվիր քո ծնողներին։ Դա երբ որ անհնազանդություն ես գործում, հակառակ այդ գալիս է այդ տխրությունը, այդ կախարդությունը, այդ տրտմությունը։ Մենք պիտի հնազանդվենք Աստծո դրված բոլոր կետերին։ Այո, միգուցե այս 7 կետի վրա դու էլ բան ունենաս ավելացնելու, ասես հովիվ այսօր սրա մասին չքարոզեց, հավատում եմ կան լիքը բաներ, որ կարելի է նորից դնել եւ հնազանդվել։ Բայց ես ուզում եմ տեսնես այն անհնազանդ կետերը քո կյանքում, որ դեռ գործում ես, որ դեռ կա։ Օրինակ, խաբել երկրի իշխանություններին, թաքունան ենք չտենան։ Ես մտածում եմ, եթե ճիշտ անես ավելի կօրնես, որովհետև Հիսուսը ճիշտ արավ։ Երբ որ Պետրոսին եկան հարկ ուզելու, ասավ հարկը վճարի։ Քրիստոսը վճարեց այդ հարկը եւ իր տեղն էլ վճարեց, Պետրոսի տեղն էլ վճարեց։ Եթե ինչ որ բան դու պիտի հարկեր վճարես, վճարի քո հարկերը։ Եվ մի ծածկիր, դա էլ նույնպես անհնազանդություն Աստծո։ Ամեն։ Ու մի պատմություն էլ կա, կուզեմ պատմեմ ու կամանց գանք ավարտին, այսօր ունենալու ենք հաղորդություն, կխնդրեմ շտապես հաղորդությունը դա մենք հաղորդակցվում ենք Քրիստոսի մարմնին եւ Քրիստոսի արյանը։ Եվ քո սիրտը պատրաստի, որտեղ Աստծո խոսքը ասում է, ով որ մոտենում է հաղորդության, ինքը իր անձը քննի նոր մոտենա։ Այս խոսքը այս պատմությունը ես կպատմեմ, չեմ կարդա, որը գրված է Երեմիա 35-րդ գլուխ։ Առաջի խոսքից։ Առաջի խոսքից միջև վերջ։ Ուղղակի այս պատմությունը կպատմեմ։ Տիրոջ խոսքը լինում է Երեմիայով։ Ասում է գնա Ռեքաբանց որդիներին ասա, որ գան բեր իրենց Աստծո տաճար եւ գինի տու որ խմեն։ Ինչ ասում է գնա այդ ազգին ասա, թող գան Աստծո տաճար, գինի տու որ խմեն։ Եվ մարդիկ գալիս են, հավաքում են Աստծո ծառան հավաքում է բոլոր այդ մարդկանց, այնտեղ որտեղ Տերն ասում, Աստծո տուն է բերում, ու նաև մի քանի ազգ էլ է բերում, մենակ Ռեքաբանց դղեկին չբերում, այդ ազգին չբերում, ուրիշներն էլ է բերում, եւ գինի են դնում այդ Ռեքաբանց որդիների առաջին։ Կուզեմ այդի կարդամ 5-րդ խոսքից։ Եվ Ռեքաբանց տան որդիների առաջին ամաններով դրին գինիով լիքը եւ բաժակներ եւ ասեցին. գինի խմեցեք։ Եվ նրանք ասեցին. մենք գինի չենք խմում, որովհետեւ մեր հայր Ռեքաբի որդի Հովնադաբը մեզ պատվիրել է եւ ասել. գինի չխմեք, ոչ դուք, ոչ ձեր որդիքը Հավիցյան։ Ասում եմ, մեր պապիկը մեզ ասել է մեր հոր միջոցով, որ գինի չխմեք։ Սա վերաբերում էր քահանական ղևտական ցեղին, ղևի ցեղը, որը որ Աստծուն ծառայում էր։ Եվ նա էր հրաման տվել, որ սերմեր չսերմեք։ Դուք ապրեցեք վրաններում, Տերը հոգա տանելու ձեր մասին եւ երկար եք ապրելու։ Եվ երբ որ տեսնում է Աստծո մարդը, որ այս մարդիկ հրաժարվում են այս ամեն ինչ, Տերը խոսում է նրանց, ասում է. տես Ռեքաբի որդիները լսում են իրանց պապին, բայց Իսրայելը Աստծո ժողովուրդը Հուդան անհնազանդ է իմ խոսքին։ Ասում են նրանք իրենց պապին հնազանդ են այս ազգը, բայց Իսրայելը Աստծո ժողովուրդը անհնազանդ են Աստծո խոսքին։ Աստծո խոսքին անհնազանդ լինելը դա նույնպես կախարդության պես է։ Գիտես դու գիտես Աստծո խոսքը, որը ինչպես անես, բայց դու չես անում։ Ու գիտես ասում են նրանք ուրիշ աստվածներ էին պաշտում։ Ու գիտես ինչ էր ասում Աստծո խոսքի մեջ խոսում է դրա մասին, երբ որ դու պաշտում ես կենթանի ճշմարիտ Աստծուն, դու իրավունք ունես բնակվելու այդ երկրում, որովհետև Տերը ասել էր, եթե մտնես եւ ուրիշ աստվածների պաշտես, դու չես տիրելու այդ երկրին, թողելու ես այդ երկիրը։ Եվ Իսրայելը 70 տարով պիտի գնար դեպի Բաբելոն բանտարկության։ Եվ Տիրոջ տունը ամբողջովին քանդվեց նրանց անհնազանդության պատճառով։ Իսրայելի ժողովուրդը չհնազանդվեցին Աստծուն եւ Տիրոջ տունը քանդվեց նրանց անհնազանդության պատճառով։ Եվ Տերը ասում է, նայի այս ազգին, որ իր պապի ասածը ոնց է պահում ատամներով, իսկ իմ ժողովուրդը չի լսում ինձ։ Հնազանդ անհնազանդներ։ Ու այնքան հետաքրքիր է, որ խոսում է նրա մասին, երբ որ Ռեքաբանց տնից իմ տան առաջին կանգնող միշտ լինելու են։
որովհետև նրանք հնազանդվեցին իրենց հորը։ Գիտես, այսօր հնազանդությունը դա ամենամեծ հոգևոր վիճակն է, ամենաբարձր հոգևոր վիճակն է, երբ որ դու հնազանդվես Տիրոջ դրված բոլոր ասպեկտներին։ Այս 7 կետերը ես թվարկեցի, բայց բազում կետեր կա, որ դու պիտի թվարկես։ Բազում կետեր կա, որ միգուցե դու գտնես, որ ինչ որ բանել ես չեմ։ Ես կարևոր 7 անկյունն եմ ներկայացնում։ Դու պիտի հաշիվ տաս դրանց համար։ Ու գիտես, ասում եմ, Ռեքաբանց տնից միշտ իմ առաջ Հավիտյան պիտի մարդ լինի, որ կանգնի։ Կխնդրեմ տունը կարդաս Երեմիա 35-րդ գլուխ։ Շատ լավ խոսում է դրա մասին, ժամանակի սուղության պատճառով ես պատմությունը պատմեցի։ Ու մի հատ հետաքրքիր պատմական փաստ կա, երբ որ հրեշտակը երևաց հովիվներին, այդ հովիվները Ռեքաբանց ազգից են։ Այդ հայտությունը, երբ որ ինձ ասեցին, ես Աստվածաշնչով չեմ կարող ապացուցեմ դա, բայց պատմական աղբյուրներով այդ հովիվները ինչ էին, Ռեքաբանց տնից էին, որ Աստված իր առաջի կանգնողներին հայտնեց, որ գնացեք, այդ ազգը ուներ ինչ-որ խորհուրդ, ինչ-որ նշանակություն, ինչի պատճառով, իրենց հնազանդության պատճառով։ Այսօր տեսնում ես ընտանիքի մեջ, կիսուր հարց հարաբերության մեջ, որդի հայր հարաբերության մեջ, մի հատ նայեցեք բոլորի ընտանիքը, մենք բոլորիս ընտանիքներում կտեսնենք երեխաներ, որդիներ փոխհարաբերության մեջ, անհնազանդության արմատներ կտեսնենք։ Մի քիչ կարած հեռանաս մտի քո քաղաքի մեջ, Իջևան քաղաքում, ինչքան անհնազանդության բաներ կտեսնես, որ մարդիկ իրենց էությունով անհնազանդ են։ Մի հատ մտնի հայ ազգի մեջ, ինչքան են անհնազանդ դրված իշխանություններին, անհնազանդ բոլոր կառույցներին, որտեղ գնում ես միտեղ կռվ են անում, որ ես առաջի, ես հետ էի, դու ես սենց անում, այդ դրված կարգուկանոնը ով ասել, խի այս ձև, դու տեսնում ես, այդ կռիվը միշտ կա։ Մեր ազգը անհնազանդ ազգ է, Աստծուն։ Ու գիտես, ազգի հոգևոր վիճակից է կախված ազգի առաջնորդ։ Ազգի հոգևոր վիճակից կախված ազգի առաջնորդ։ Եթե ազգը հետ դառնա իր չար ճանապարհից, ինքը հնազանդվի, այդ ձև էլ իշխանություն կունենա։ Մեր ազգը պիտի դարձի գա, փոխվի, իր սիրտը ուղի, հնազանդվի իր դրված իշխանություններին։ Ասում են նարկոզը ստեղծել են հայերի համար, որ բժշկին խորհուրդ չտա։ Թե չէ ինքը ասում է ոնց վիրահատես։ Ինքը անպայման մասնակցում է վիրահատական պրոցեսին։ Աճ կտրի, ձախ կտրի, զգուշ կտրի, կամանց։ Մենք շատ խորհրդատու ազգ ենք, բայց կուզենամ մենք հասկանանք, որ մեր հնազանդությունը, որ կփոխի այս քաղաքը։ Այս 7 կետերին կխնդրեմ ուղղակի այս շաբաթվա մեջ փորձես այն անհնազանդությունները, որ կա քո ներսում, ջարդես եւ հնազանդվես։ Ես չկարդացի, որ մենք պիտի հնազանդվենք մեր հոգևոր առաջնորդներին, բայց հավատացեք այդ տեղը կա։ Եփեսացիների 13-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն այնինչ որ այն եւ ոչ թե հառաչանքով, որ դա ձեզ օգուտ չի։ Ականջ դրեք, հնազանդվեցեք ձեր հոգևոր առաջնորդներին, որ ուրախությունով անեն, այլ ոչ թե հառաչանքով անեն, որ դա ձեզ օգուտ չի, չլսողին օգուտ չի։ Ուղղակի մենք լինենք հնազանդ այն բոլոր ասպեկտներին, որ Տերը դրել է իր ամբողջ իշխանության մեջ եւ դրանից է կախված քաղաքի փոփոխությունը, դրանից է կախված մեր կրթության համակարգի փոփոխությունը, դրանից է կախված մեր տարածաշրջանի փոփոխությունը։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ես կուզենամ նաև խոսեմ հաղորդության մասին։ Գիտես, հաղորդությունը դա մի արարողակարգ է, որ մենք հաղորդակցվում ենք Քրիստոսի մարմնին եւ արյանը։ Եվ Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ մենք երբ որ հաղորդություն ընդունենք, գնանք եւ պատմենք Քրիստոսի մահը եւ հարությունը։ Հիշի այդ երեկոն, երբ որ Հիսուսը հավաքեց իր 12 առաքյալներին,
Եվ ուղղակի վերցրավ հացը եւ ջարդեց։ Մենք տեսնում ենք ֆիզիկական հացը, որ ջարդվում է։ Մենք չենք տեսնում Քրիստոսի մարմինը ոնց էր ջարդվում։ Այո, այսօր այդ ֆիզիկական հաց ջարդված է եւ ափսեներում դրված է լինում, բայց դա հիշեցնում է, որ Քրիստոսի մարմինը եւ արմինը խաչվել է եւ ջարդվել է քո համար։ Նա վերցրեց գինին եւ օրնեց եւ ասավ. «Սա Քրիստոսի արյունն է, որ թափվել է բազում մարդկանց ամբողջ աշխարհի համար»։ Գիտես, երբ որ դու այդ գինին վերցնում ես, այդ խաղողի հյութը վերցնում ես, որ ընդունես, դու հիշի, որ Քրիստոսի արյունը թափվել է քո մեղքերի համար։ Ու մոտեցի դրան արտասովոր հավատքով, ակնածանքով եւ հիշի այն խաչելությունը, որ քո համար Քրիստոսը խաչն է բարձրացել։ Հաղորդությունը մեզ նորից հիշեցնում է Քրիստոսի խաչելությունը, Քրիստոսի արյունը, որ թափվեց մեր վրա, եւ հիշեցնում է Քրիստոսի հարությունը, որ Քրիստոսով մենք հարություն առանք։ Ուղղակի կխնդրեմ այս երգի ընթացքում կանգնենք ոտքի վրա եւ ուղղակի քննի քո ներսում, որտեղ կա հակառակություն, որտեղ պիտի մտնի հնազանդության մեջ, որտեղ այդ հակառակությունը քեզ տանում կախարդության, որտեղ է քեզ տանում հակառակությունը սխալ մեղքերի։ Ուղղակի այս երգի ընթացքում դու փորձիր վերանայես քո ներսը, որտեղ չես դու հնազանդ, որտեղ պիտի հնազանդվես, նայի քո կյանքի բոլոր իրավիճակները եւ եղի մարդ, որ հնազանդ կլինի Աստծո բոլոր ծածկոցին, որ չլինի թերի հնազանդ, այլ լինի 100% հնազանդ, ինչպես Սավուղը 99% հնազանդ, բայց 1% ծոր։ Եվ Աստված սիրում է հնազանդված, հնազանդվող մարդկանց, եւ դրանից էլ նրա հնազանդությունից գալիս է նրա ազգի օրհնությունը։ Ռեխաբի որդիները հնազանդվեցին իրենց հոր ասացին, ինչքան առավել մենք պիտի հնազանդվենք Տիրոջ խոսքին։